Դատաստանի և երկրորդ Գալստյան մասին։ Ահեղ և զարմանալի է լինելու Քրիստոսի գալուստը, ահավոր է լինելու դատաստանը, երբ դղրդալով պիտի շարժվեն երկինքն ու երկիրը, և Աստծո հրեշտակներն այս ու այն կողմ պիտի ընթանան, ահավոր է լինելու Աստծո փողի ձայնը, որ պիտի ժողովի ազգերին ու ցեղերին դատաստանի ատյանում, այնտեղ սաստիկ քննություն պիտի լինի, և ամբողջովին դուրս պիտի պահանջվի մեր բոլորի հոգին, շունչն ու մարմինը, արարողն ու Աստված ամենևին չի մոռանում վախճանվածների ոսկորները, կատարյալ հասակ ունեցողից մինչև որովայնից վիժվածները, հողը պիտի բռնվի սաստիկ երկունքով և զգուշությամբ դուրս դեպի երկիր պիտի հանի բոլոր մարմինները, ահեղ ու ահավոր է այն օրը տեսնելը, բոլոր արարածները տեսնում են Աստծուն երկնքից երկիր խոնարհված, շարժվում են լուսեղեն զորքերը, հրեշտակների ու հրեշտակապետերի բազմությունները, դրվում է դատաստանի աթոռը փառքով, դատելու բոլոր արարածներին, ահավոր ատյանի առաջ կարգվում են առաքյալներն ու մարգարեները, հայրապետներն ու մարտիրոսները և Աստծո ընտրյալների բազմությունները, խիստ դժնդակ է այն տեսնելը, այնքան մեծ բազմության մեջ ոչ ոք չի կարող փախչել հանդիսադրից և ոչ էլ երկրի ընդարձակության մեջ թաքնվելու տեղ կա, ծայրից ծայր տեսնում է բոլոր հեռու և մոտ գտնվողներին և ըստ յուրաքանչյուրի գործի հատուցում է լինում, նրանք, ում գործերը դժնդակ են, դատապարտվում են, անողորմ դահիճներն իբրև մարդուն թշնամի, մազերից քարշ տալով բերում են դատավորի առջև և տանջում գեհենի հրում, իսկ արդարների դասերը երկնքի արքայության մեջ փայլում են լուսատուների պես։ Երկնավոր փողը բարձունքներում գոչում են ընջեցյալներին և ասում. «Վեր կացեք, Քրիստոսի սիրելիներ, ահա երկնավոր Թագավորը եկավ և ձեզ պարգևելու է հանգիստ, ուրախություն և անմահ կյանք ձեր չարչարանքի ու ճգնության փոխարեն։ Վեր կացեք և տեսեք Քրիստոս Թագավորին, անմահ Փեսային, ում ցանկանում եք, որովհետև նրան փափագելով նրա համար պանդուխտ եղաք երկրում։ Վեր կացեք, տեսեք նորասքանչ վայելչությունն ու մեծ փառքը։ Վեր կացեք, մտեք նրա արքայության մեջ, որ պատրաստեց ձեզ համար։ Վեր կացեք, տեսեք տենչալի Տիրոջը, ում սիրեցիք, ում համար վշտեր կրեցիք։ Վեր կացեք, մեծ համարձակությամբ տեսեք նրան և այնտեղ ցնծացեք նրանով։ Ձեր անճարելի բարիքներն ու ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզնից։ Եկեք վայելեցեք այն, ինչ որ աչքը չտեսավ, ականջը չլսեց և մարդու սրտի մեջ չընկավ, որ Աստված պատրաստեց իր սիրելիների համար, որ շնորհեց իրեն փափագողներին։ Մեծ ուրախությամբ ուրախանում են բոլոր արարածները և փառաբանում ու երկրպագում են Քրիստոս Թագավորին, լուսավոր ամպերի վրայով օդի միջով թռչելով, սուրբերը հրեշտակների զորքերի բազմության հետ բարձրանում են Քրիստոսին ընդառաջ, անպատմելի փառքով ցնծալով հրճվում են անմահ Աստծո երկնավոր Փեսայի տեսությամբ և մտնում են Սուրբ քաղաք, վերին Երուսաղեմ, ժառանգելու անճար բարիքները, որ Աստված է պատրաստել իրեն սիրողների համար։ Այն ժամ ահավոր ատյանի և անկաշար դատավորի առաջ են բերվում նաև ապստամբ հրեշտակները, դիվական բոլոր գնդերի հետ միասին, և Քրիստոս Թագավորը տանջող հրեշտակներին հրամայում է անշեջ հրի և մշտնջենական տանջանքների մեջ նետել նրանց, միաժամանակ նաև նրանց, ովքեր անօրենություն են գործել և զղջմամբ ու խոստովանությամբ չեն քավել այն, մատնում է խավարին, որից ազատում չկա, և անքուն որդերին, որ պատրաստված են սատանայի և նրա հրեշտակների համար, որից թող փրկի Քրիստոս Աստված իր սուրբ անվանը հավատացողներին։ Ամեն։